առողջության ապահովագրության համակարգից օգտվում է 65+ տարիքի մեր սիրելի տատիկները եւ պապիկները եւ իհարկե սա առաջին հերթին մեր հարգանքի տուրքն է նրանց, մեր որդիական պարտքն է նրանց նկատմամբ, որ առողջության հետ կապված խնդիրները լուծվեն։ Բայց ես նաեւ ուզում եմ ասել, որ առողջության ապահովագրության համակարգը մենք ներդրել ենք նաեւ նույնքան առնվազն իրանց զավակների համար, որովհետեւ նրանք, ովքեր տարիքով ծնողներ ունեն, միշտ էլ որոշակի լարվածություն ունեն, բա որ մի բան անեն չլինի, հիվանդանան եւ այլն, ինչ են կանելու։ Հիմա բոլոր այդ զավակները իրանց ավելի հանգիստ են զգում, որովհետեւ այսօր Հայաստանի Հանրապետությունում տասնյակ հարյուրավոր վիրահատություններ 1 միլիոն դրամանոց, 2 միլիոն դրամանոց, 3 միլիոն դրամանոց, 4 միլիոն դրամանոց եւ ավել արվում են պետական բյուջեի վճարումների հաշվին։ Եվ ես ասում եմ, որ մենք մեր տրադիցիան որն է, որ մեր ընտանիքի որևէ անդամ հիվանդանում է, այդ հիվանդի մահճի կողքին հայտնվում է մի աթոռ, որի այդ աթոռին նստած, ամենևս ես իմ պատկերացումներում այդպես է, այդ աթոռին նստած հարազատը, մոտիկ ընտանիքի անդամը։ Հիմա ես ուզում եմ ասել, որ մեր 65+ տարիքի հիվանդների, ով որ հիվանդացել է, նրանց մահճակալի կողքին երկրորդ աթոռն է դրած եւ այդ աթոռին նստած է իրանց հարազատ պետությունը որպես ընտանիքի անդամ, որովհետեւ այո, մեր պատկերացումն է եւ սա մեր վերաբերմունքն է, մեր հայրերին, մեր մայրերին, մեր տատիկներին, մեր պապիկներին, որովհետև մենք գիտեք ինչ ժողովուրդ ջան, որ շատ կարևոր է, որ բառերը ունենան խորք։ Ես երբ որ ամեն կամ գուցե թե ինչ որ պարբերականությամբ սոցիալական ցանցերով կամ ելույթներով, երբ որ ես դիմում եմ եւ ասում եմ սիրում եմ բոլորիդ, դա նենք չի որ բառը ուղղակի գրում ենք։ Դա նրանից է, որ իրոք ես սիրում եմ բոլորիդ եւ ես հույս ունեմ, որ դուք այդ սերը զգում եք։ Հաջորդը ուսուցիչների հաջորդը երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում աջակցության ծրագրերը։ Հաջորդը միջև 2 տարեկան երեխայի խնամքի ծրագիրը, որը մենք կրկնապատկել եւ լավարկել ենք։ Նախկինում միայն աշխատող մայրերն են ստանում էնել 20 քանի հազար դրամ, 28000 դրամ։ Հիմա մենք այդ ծրագիրը տարածել ենք բոլորի նկատմամբ, անկախ նրանից աշխատում են թե չեն աշխատում, իսկ գյուղական վայրերում աշխատող մայրերը կրկնակի ավել են ստանում են 60000 դրամից ավելի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ։ Շատ կարևոր է հաջորդը, որ հիշում եք, որ ես 2021 թվականի հունիսին Կապանում իմ ունեցած ելույթի ընթացքում ես խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարությունը, պետությունը եւ իդեմս կառավարության Հայաստանի ժողովուրդը մասնաբաժին կունենա, այսօր չէ, արդեն 5 տարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը եւ ժողովուրդը ունի բաժնեմազ եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերը էականորեն ավելացել են։ Շատ դեպքերում տարին տարվա վրա համեմատած կրկնապատկել են եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն նաեւ դիվիդենդներ է ստացել 44 միլիարդ դրամի, այսինքն վերջին 5 տարում միայն դիվիդենդների գծով 44 միլիարդ, այսինքն 110 միլիոն դոլարից ավել դիվիդենդ է ստացել Հայաստանի Հանրապետությունը եւ նաեւ այդ գումարներով է, որ թոշակներ են բարձրացվել եւ այդ գումարներով է նաեւ որ առողջության ապահովագրությունը հաստատվել։ Շատերը ասում են, բա թալանի վերադարձը, բա այդ 110 միլիարդը պլյուս այն 200 միլիարդները, որ լրացուցիչ հարկեր է վճարվել պետական բյուջե, նախկինում հայտնի չի թե այսինքն հայտնի է թե գրպաններ գնում։ Հիմա դա մտնում է անուղղակիորեն ձեր գրպանը, ժողովուրդ ջան, որովհետև դա վերադառնում է թոշակի տեսքով, դա վերադառնում է առողջության ապահովագրության տեսքով, դա վերադառնում է երրորդ եւ յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում աջակցության տեսքով, դա վերադառնում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տեսքով եւ այլն եւ այդպես շարունակ։
Եվ մենք այս ամեն ինչով ենք եկել, բայց կա նաև մի հատ ուրիշ բան, որը շատ կարևոր եմ համարում, որ նախկինում գիտեք ինչ, այդ բանը ինձ միշտ դուր չի եկել, ահա որ դուր չի եկել։ Եվ ես դրա այդ խնդիր եմ ունեցել։ Մեր քաղաքական իրականության մեջ, երբ որ ասվել է Սյունիք, երբ որ Սյունիք ասվել է Սյունիք բառի հետ, ես դա մեղրիում էլ ասացի։ Ինչ որ մի տենց ենթատեքստային, ինչ որ մի լարվածություն, ինչ որ մի կասկած, ինչ որ մի չգիտեմ ինչ, մի վտանգի զգացողություն է առաջացել միշտ։ Բայց ես այսօր եկել եմ ձեզ ասելու, որ այդ դարաշրջանը փակված է, որովհետև 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Սյունիքի հետ կապված ոչ մի խնդիր, ոչ կա, ոչ էլ կարող է լինել։ Եվ Սյունիք անվան շուրջ եւ զուգահեռ խնդրում եմ մելամաղձության էֆեկտ չդնել, որովհետեւ էլի եմ ասում, մենք այդքան ասում ենք խաղաղության խաչմերուկ, ես մեղրիում էլ դա ասեցի։ Ես ընդհանրապես Սյունիքի մարզը խաղաղության խաչմերուկի կենտրոնական մարզն է եւ Սյունիքի հետ զուգահեռ որևէ վտանգի, որևէ մելամաղձության, որևէ անորոշության էֆեկտ պետք չի դնել, որովհետև Սյունիքը եղել է կա եւ կլինի Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը։ Ամբողջը Զանգերից մինչև Արաքսգետի հունի կեսը, որը օրենքով գիտեք, որ սահմանը կեսը մերն է, գետի կես։ Հիմա սա ինչ է նշանակում, սա նշանակում է որ մենք պետք է կենտրոնանանք աշխատանքի։ Հայ իմիջայլոց ժողովուրդ ջան, հետ էլ ասեմ։ Այո, մենք գիտենք, որ որոշակի տարածքների հետ կապված մենք խնդիր ունենք, մենք այդ դրա մասին խոսում ենք, բայց ես ուզում եմ արձանագրել, որ որևէ մեկը չկասկածեք, որ սահմանազատման գործընթացով այդ խնդիրը լուծվել է, այդ խնդիրը դե յուրե արդեն լուծվել է, որովհետև 2022 թվականի սեպտեմբերին ստորագրվեց եւ հոկտեմբերին եւ Հայաստանում եւ Ադրբեջանում վավերացվեց երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը երկու երկրներում ուշադրություն դարձրեք, ունի պարտադիր իրավական ուժ եւ այնտեղ արձանագրված է Ալմա Աթայի հռչակագիրը, որպես երկու երկրների սահմանազատման բազային սկզբունք։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ սահմանազատման արդյունքում մենք խորհրդային միության ժամանակ սահմանը ոնց գնացել է, ճշգրիտ սահմանը այդպես գնալու է։ Եվ այն տեղերում, որտեղ մենք որոշ հարցեր ունենք, այս տրամաբանությամբ լուծվելու այդ հարցերը։ Խնդրում եմ չկասկածեք եւ ընդհանրապես ժամանակն է, որ մենք այս մտավախությունների եւ անորոշությունների էջը փակենք, որովհետև եկել է այն ապագան, որի մասին ես ձեզ հետ խոսում եմ 2021 թվականին, եւ այդ ապագայի մեջ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ազատ, երջանիկ եւ ապագային անվտանգ բարեկեցիկ երկիր է եւ մեր բարեկեցությունը ամեն օրվա եւ ամեն տարվա հետ աճելու է։ Եվ ամենակարևոր այս ամեն ինչը ինչ է նշանակում, այս ամեն ինչը նշանակում է այս երկար, ինչքան եմ խոսում, արդեն ագին խոսում եմ, իրականում կարելի է այս ամեն ինչը բնորոշել եւ բնութագրել մի բառով։ Եվ այդ բառը գիտեք որ բառն է։ Այդ բառը խաղաղությունն է, որովհետև խաղաղությունը ես եկել եմ ասել ժողովուրդ, որ խաղաղությունը եկել է։ Խաղաղությունը եկել է։ Այս երեխեքը հանկարծ չմտածեք, թե այս երեխեքը տենց բարձր գոչումներով ինձ էին դիմավորում, ոչ, նրանք բարձր գոչումներով խաղաղությանն են դիմավորում, նրանք դիմավորում են իրենց ապագային, նրանք վստահ են, նրանք արտահայտում են իրենց վստահությունը, որ իրենք հարյուրամյակներով, դարերով, մենք սերունդ ես պետություն ես հայրենիքը փոխանցելու ենք իրանք հաջորդ սերնդին, նրա հաջորդ սերնդին, նրա հաջորդ սերնդին, նրա հաջորդ սերնդին եւ 1000 տարի հետո պատմության գրքերում գրելու են ձեր մասին, որպես մի սերունդ, որ Տերը կանգնել իր պետությանը, իր անկախությանը, իր ինքնիշխանությանը, իր երեխաների ապագային։
դա դուք եք այդ պատմության հեղինակը, դուք եք այդ պատմության հեղինակը, եւ դուք պետք է պաշտպանեք ձեր պատմությունը ոտնձգություններից, որովհետեւ այսօր բոլոր կողմերից ուզում են ձեր պատմությունը, ձեր խաղաղության պատմությունը, ձեր բարեկեցության եւ անվտանգության պատմությունը, ապագայի ձեր պատմությունը ուզում են ձեր ձեռքից խլեն եւ ես համոզված եմ, դուք թույլ չեք տալու դա, դուք թույլ չեք տալու դա Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետությունում մենք երկար ժամանակ պայքարել ենք մի իրադրության դեմ, երբ որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանել է մի շատ փոքր խմբի, բայց մենք այդ իրադրությունը անշրջելի ենք փոխել, ժողովուրդ, անշրջելի, որովհետև հիմա արդեն Հայաստանում իշխանությունը չի պատկանում մի փոքր խմբակի, այլ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ում? Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է մի մարդու է պատկանում Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը, մի մարդու է պատկանում Հայաստանի իշխանությունը, եւ գիտեք ով է այդ մարդը? Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն իշխանությունը պատկանում է մի մարդու, ընդամենը մի մարդու, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ բոլոր մարդկանց համախումբն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի